Գերմանոկյան Պարոն Սարգսյան, նախ ուզում հասկանամ, նախորդ նախագիծ որ բերել եք, որ ընդունվել էր, ինչով է տարբերվում։ Այստեղ նշում եք այլընտրանքային ծառայության 24 ամիս ժամկետով կամ 12 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետության պետբյուջե վճարելով 2.500.000 դրամ։ Այսինքն 24 ամիս ժամկետով ծառայություն կամ 12 ամիս ծառայություն վճարելով այսքան։ Այստեղ մի արտահայտություն կա պետական կամ պարտադիր զինվորական այլընտրանքային ծառայության չզորակոչվելով Հայաստանի Հանրապետության պետբյուջե վճարելով 15 միլիոն դրամ։ Այդ վճարողները խոսքը վերաբերվում է Հայաստանի սահմաններից դուրս եւ քրեական հետապնդման տակ գտնվող անձանց, թե Հայաստանում գտնվող անձանց, որոնք կարող են վճարել եւ ծառայությունից ազատվել։ Շնորհակալ եմ։ Տարանջատում չկա հետախուզվող անձը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում, թե Հայաստանից դուրս, բայց ըստ ՆԳՆ-ից ստացված տվյալների եւ նաեւ մենք կյանքում գիտենք, որ նրանց գերակշռի մեծամասնությունը 90% եւ ավելը գտնվում են արտասահմանում։ Այլապես հետախուզման մեջ Հայաստանում գտնվելով նրանք հայտնաբերվում են եւ ենթարկվում են կամ քրեական պատասխանատվության կամ մեկնում են ծառայության։ Այս դեպքում չեն կարող մեկնել ծառայության, քանի որ 27 տարի լրացած է, պետք է միայն դատապարտվեն ազատազրկման 3-ից 5 տարի ժամկետով եւ ստիպված պետությունը նրանց վրա ահռելի գումարներ ծախսի։ Ինչ վերաբերվում է 15 միլիոնին, տեսեք, ունենք հայրենակից տղաներ, ովքեր խուսափել են ծառայությունից, հիմա 27 տարին լրացած է, բայց օրինակ ունեն ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ։ Եթե նրանք վերադառնան եւ պարզի, որ նրանք ունեն հիվանդություն, այսինքն չեն կարող գնալ ծառայել եւ չվճարել գումար, ստիպված են լինելու ծառայել 15 միլիոն դրամ։ Դուք հիշում եք 15 միլիոն դրամը, դա մոտավորապես 2 պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձն է, միջինացված։ Այսինքն նրանք իրենց բացը ծառայության, որը որ թողել են չծառայելով, լրացնում են կրկնակի չափով։ Այսինքն իրանք պետք է ծառայեն 2 տարի, տալիս են գումար, որով այլանդզինք ծառայում են 4 տարի ժամկետով, սա 15 միլիոնի մասով։ Կարող եմ որոշ թվեր ասել, օրինակ 87 հոգի օգտվել է 15 միլիոնի բանից, կետից եւ ազատվել է ծառայությունից եւ չի ծառայել։ Մոտ 38-ը օգոստոսի 1-ի դրությամբ ծառայել է 1 ամիս եւ վճարել է 8 միլիոն դրամ։ Ունենք նաեւ 9 տղաներ, ովքեր ծառայել են 2 տարի ժամկետով եւ որևէ գումար չեն վճարել։ Նաեւ շատ կարեւոր այլ թվեր կցանկանամ նշել, որոնք իմ հիմնական զեկուցման ընթացքում չհասցրեցի նշել։ Նախորդ օրենքի ընդունմամբ նման կարևոր կետ էինք նույնպես ավելացրել, որով 27-ից 37 տարեկան հասակում այն անձինք, ովքեր դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պարտավոր էին արդեն ծառայել 1 տարի ժամկետով կամ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։ Որտեղից էր գալիս այս անարդարությունը կամ անհավասարությունը, երբ 2021 թվականին ես հեղինակեցի օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվեցին զոհված զինծառայողների բոլոր եղբայրները կամ որդիները, նույն Հայաստան խմբակցության մեր հարգելի գործընկերները ասում են, որ դրանով կունենանք զորակոչի թվի նվազում, այսինքն զոհվածների տղաները կամ եղբայրները, որ չգնան ծառայության, կունենանք ավելի քիչ թվով զորակոչվողներ։ Ես այն ժամանակ պարտավորվեցի եւ ասացի, որ այս թիվը կլրացնեմ նոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց միջոցով։ Ունենք բազմաթիվ ազգությամբ հայեր, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ծնվելով եւ մեծանալով չեն լինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թեպետ ծնվելուց հետո տեղափոխվում եւ բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք բոլորը միջև օրենքի ընդունումը դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի միայն 27 տարի լրանալուց հետո, որպեսզի չգնան 2 տարի ժամկետով ծառայության։ Այստեղ ստեղծվել էր անհավասարություն, որովհետեւ Հայաստանում ծնվածները ծառայում են 2 տարի ժամկետով, իսկ արտասահմանում ծնվածները, ովքեր նույնպես ապրում են Հայաստանի Հանրապետությունում օգտվելով բոլոր իրավունքներից, չէին ծառայում 2 տարի ժամկետով եւ ընդհանրապես չէին ծառայում։ Նման կերպ մտցրեցինք, որ նրանք պարտավոր են ծառայել 1 տարի կամ վճարել 2.5 միլիոն դրամ։ Նշեմ, որ ունենք քաղաքացիներ, ովքեր ծառայել են 1 տարի ժամկետով եւ որևէ գումար չեն վճարել, 27-ից հետո դառնալով Հայաստանի քաղաքացի, եւ ունենք 55 տղաներ, ովքեր վճարել են 2.5 միլիոն դրամ եւ 27 տարի լրանալուց հետո դարձել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընդհանուր շուրջ 137 միլիոն դրամ պետական բյուջե գումար է մուտքագրվել։ Պարոն Սարգսյան, Դուք արձագանքում եք, թե հարցը։ Կոնկրետ ուզում ճշգրտել։ Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում հիմա,
Կարող է այս օրենքի շրջանակներում վճարեմ 15 միլիոն դրամ եւ ազատվեմ պարտադիր զինվորական ծառայությունից։ Եթե օրենքը վերաբերվում է 27-ից 37 տարեկան քաղաքացիներին։ Ինչու Եվ 27? խուսափած։ Այո, եւ խուսափած կամ շատ լավ Բոլոր քաղաքացիներին չի վերաբերվում։ Եվ շատ լավ կետ եք ասում, որը այս օրենքը նույնպես գալիս է այդ բացը փակելու, խոսքը վերաբերվում է չհաշվառված անձանց կամ ինչպես պաշտպանության նախարարությունում են ասում, բեզուչոտիկներին, ովքեր ուչոտի չեն կանգնել, այսինքն չեն հաշվառվել։ Ունենք Հայաստանում ծնված քաղաքացիներ, ովքեր չեն գնացել զինկոմիսարիատներ եւ չեն հաշվառվել, նրանց չեն տանում պարտադիր զինվորական ծառայություն, քանի որ հաշվառված չեն եւ չեն երևում զինված ուժերի համար նրանք անտեսանելի են։ Այս անձինք 27-ից հետո այս պայդրությամբ ներկայանում են, ասում են մենք ներկայացել ենք, մեզ հաշվառեք, տարեք ծառայության, որպեսզի կարողանան անձնագիր հանել եւ ապրեն իրենց կյանքը բնականon հունով։ Հաշվառման դեպքում տեսնում են, որ նրանց 27 տարին լրացել է, քանի որ օրենքը ասում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայություն ենթակային 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները, նրանք չեն մեկնում ծառայության, ստանալով զինվորական գրքույկ եւ ստանալով անձնագիր։ Այս օրենքի ընդունումից հետո բոլոր այն անձինք, ովքեր հաշվառված չեն եւ կներկայանան կհաշվառվեն 27 տարեկանի լրացումից հետո, պարտավոր կլինեն վճարել 15 միլիոն դրամ։ Այսինքն մենք կոտրում ենք մոտիվացիան, որպեսզի հաշվառում չանցած անձը 18-20 տարեկանում շարունակի մինչև 27 մնալ ոչ հաշվառված, քանի որ գիտի մեկը 27 տարեկան հասակում պարտավոր է լինելու կամ ծառայի կամ գումար վճարի եւ նրանց բերելու ենք ծառայության մինչև 27 տարի լրացնել է կամ 27-ից հետո երբ նրանք կան հաշվառվեն, այդ ժամանակ կծառայեն եւ կվճարեն։ Այսինքն այն բացը, որ ունենք մենք չհաշվառված անձանց մասով, այս օրենքի ընդունումով մեկը միշտ կփակենք։ Շատ լավ։